Բարև ձեզ, ընկերներ ջան, ժողովուրդ ջան, հարգանքներս, ես Մգրտիչն եմ, Նիկոլայի Կարապետյան։ Ոնց որ միշտ կաշխատեմ շատ հակիրճ ներկայացնեմ շատ կարևոր մի հանգամանք։ Ուրեմն երեկվա դրությունով տեսեք ինչ կատարվավ։ Ես միշտ ասում էի լույսի վերաբերյալ, լույսը լույսի մեջ, սվետ-սվետը, խտացրած, շատ անգամ խոսացել եմ այդ մասին, ցույց եմ տվել, մտովի առարկան շարժել եմ, ասել եմ, որ լույսը եթե առարկան շարժում է, լավ էլ ինձանից սովորել են, կարելի ասել գողացել են։ Այդ լավ է, որ սովորել են։ Ես ճիշտ ասած ուրախ եմ, բայց ամեն ինչ չի էլի, որ սրանից հետո ես կներկայացնեմ, կասեմ։ Ուրեմն կարճ։ Իմ ննջարանի կողմից ես որ ասում էի, որ ունեի մի հատ ֆանար բատարի, որ կապով էր, ճակատից կապում էի, ու լույսը գցում էի փուչիկի վրան, մտովի սկսում էի էներգիան բաց թողել, ավելի էֆեկտիվ է ստացվում։ Սվետ-սվետը, լույսը լույսի մեջ, խտացած լույսի մասին է։ Եվ միշտ ասել եմ, որ լույսը հարված ունի, որ լույսը միացնում ես, դա նշանակում է հարված։ Ես ինչքան կարող եմ իմ խոսքերով կբացատրեմ, հասկացողները լավ է հասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Լույսը քաշել ունի։ Հասկանում եք, լույսի մասնիկները հարված ունի, քաշ ունի։ Ուրեմն ելնելով այդ գաղափարից, որ ես գիտեմ, ես այդ ամենքը ասել եմ ճիշտ է, ավելի փող ունեցողները իմ մտքերը, իմ ասածները օգտագործել են, մի կողմից ուրախ եմ, մի կողմից է ճիշտ ասած անեն զայրացած եմ, ջղայնացած եմ, էլի, որտեվ ես միշտ առաջարկել եմ, ասել եմ արեք հանդիպենք, իմ թեմայի վերաբերյալ ոչ մի խնդիր չունեք։ Փորձարկումներն անենք, ես ապացուցեմ։ Լավ, ինչ որ է։ Երեկվա դրության այդ անձրևը, որ եկա վերջացավ, կտրվեց։ Իմ հեռախոսը լավ էլ ստուգում ենք, կոնտրոլի տակ է։ Միացրեցի, մատով էլ լույսը ցույց տվեցի, որ լույսը գցում են ամպերի վրան, եւ ամպերը քիչ գնում է, բայց երկու լույս էր աշխատում, մի հատ այս կողմից էր, դեպի ես, որ իջնում ենք, այնտեղ քանակերով ուղիղ գնում ենք, մեկն էլ դեպի Սարի կողմերը, այն կողմից էր լույսը, երկու կողմից լույսերով այդ ամպը ցրեցին։ Ես դե դա արել եմ մտովի, առանց որևէ ինչ-որ մի բանի օգնության, մի խոսքով սովորեցիք, լսեք, սա իմ մտքերն է, իմ գաղափարը, հերիք է գողանաք։ Եթե ուզում եք ավելին սովորեք, մի ամաչեք, ամուր բան չի հարցնելը։ Արեք հանդիպենք, ես ձեզ ավելին բացատրեմ։ Ասեմ, որ ես զանգել եմ վարչապետի այդ բանը, ապարատը։ Զանգել եմ, ես ունեմ խոսալու էլի։ Մի հատ մեկի հետ հանդիպեմ, շատ բան կա ասելու։ Հիմա էլի եմ ձեզ առաջարկում։ Հետևողությունը մեկը ցանկություն ունի ու ցանկություն ունեցողները շատ են, որ իմանան, թե դա ինչ է, թե ոնց է լույսի մասնիկները առարկան շարժում, արեք մի հատ կազմակերպեք ինձի մի հեռուստաընկերությունում ուղիղ եթեր, այդ ուղիղ եթերով աշխարհի որ ծայրամասում ուզանի, որ
երկիրն ուզում ալի, որ քաղաքը կոնկրետ գյուղը այնտեղ ունենաք ձեր ներկայացուցիչը, օպերատորը, միացեք նայեմ հեռուստացույցին այսենց, հայացքս գցեմ եւ նմանաձև այդ ամպը հեռուստացույցին նայելով կրկնում եմ, այդ ամպը վերացնեմ, դե հեռախոսով ես դա շատ եմ արել, հեռախոսով միշտ առաջարկել եմ միացեք, ոչ մի խնդիր չունեք այդ հարցում։ Հիմա, եթե մյուս անգամ դուք այդ կարգի բաներ անեք, որտեղ կան բաներ, որ ես իմ մեջ եմ պահում, հանկարծ չլինի հատուկ դա գոյություն ունի ապարատուրայով ներվային համակարգից վրան ազդեն, քնած ժամանակ կլինի թե արդուն, կուտակվի ենթագիտակցության տակ դնեմ, որ զարթնեմ հայ եմ։ Դա ինձանից չի, իմ էությամբ ես այդ մարդը չեմ։ Եթե մարդու ներվային համակարգի վրան կա ցածր ու բարձր հաճախականության գոյություն են, էլի, այդ ռադիոալիքները, կարան լուբոյի վրան ազեն, շատ թույլ տեսակով։ Եթե որոցը մեկը էլի այդ բանն արեց, ես էլ եմ կրկնում։ Բեզրազ բորդ չկա, ոնց որ ասում են, տարբերությունով աջ ու ձախ քրֆելվան։ Մեղավոր կլինեն, անմեղ կլինեն, դա ինձ չի հետաքրքրում։ Եթե կա պետություն, կա պետության մեջ հիմնարկություններ, որ պարտավոր են զբաղվեն այդ հարցերը, որտեղ ես ոչ մի հարցում, ոչ պետական, ոչ առևտրային, ոչ բիզնեսի, ոչ միտեղ չկամ, ոչ կուսակցությունների մեջ, ես այդ կառույցների մեջ չկամ, ոչ արդ երկրից ֆինանսավորվում եմ ի տարբերություն ուրիշների, ես իմ հալալ քրտնքով աշխատող մարդ եմ, եղել եմ ու կամ ու մնում եմ, ու այդ կարգի վերաբերմունք իմ հանդեպ ես թույլ չեմ տա։ Ամբողջ պատճառը դա է եղել, որ ես հայվել եմ, աջ ու ձախ, որտեղ ես մեղավոր եմ ճանաչում այդ հարցում բոլորից, թե նախկին կառավարության, թե ներկա, թե հատուկ ծառայություններին, իմիջիալուց հետները հանդիպում ունեցել եմ։ Հիմա մտադիր եմ զանգարեմ էսեկորը վարչապետի այդ ապարատ, ընդեղ խնդրեմ, որ մի գամ հանդիպենք, որտեղ ես առանձին զրույց ունեմ, որից մեկը իսկականից արդեն զրուցել եմ հետը։ Հիմի կլներ Նիկոլ Փաշինյանը կլինի Պողոս Պետրոսը, իմ համար դա միևնույնն է։ Այդ քաղաքական ինտրիգները, ինչ որ ձեր մեջ ելնում է, դա ինձ չի վերաբերվում։ Ես այդ խոհանոցի մեջ չկամ, չեմ եղել եւ ցանկություն չունեմ։ Ես ինչ եմ դա ասում, որ ով ուզում ալնի, ես պատրաստ եմ հետը համագործակցեմ, որտեղ ճիշտն ասեմ ձեզ, սա իրականում անվտանգության հարցել է։ Բոլորի։ Այն ամենասրիկա մարդն է, որ պետությունում գոյություն ունի, իր անվտանգության հարցել է։ Այն երեխաներից բռնած, մինչև են պապիկներն ու տատիկները։ Թե մի ինչ փորձարկում է գնացել, ով արել, ոնց արել, դա արդեն պետական մարմինների գործնա իրենք պիտի իմանան։ Իսկ եթե իրանք հրաժարվում են, ուրեմն իրանց մատը խառնա։ Լագիշն չի։ Այդքան դիմելուց, ասելուց հետո։ Վարիցան Արտուր օրոք գրել եմ, հիմա գրել եմ, բայց օգուտ չտեսանք, ոչ մի ինչ-որ կոնկրետ փոփոխություն չկար։ Դրա համար
որոշել եմ այդ ամենքը իսկականից տվյալ հիմի ներկայիս կառավարության ապարատի որևէ մեկ հետ հանդիպենք, նստեմ, ասեմ, բացատրեմ, ցույց տամ այն հարցերին, որ կարող եմ պատասխանել, կպատասխանեմ, բայց այն հարցերի վերաբերյալ որ ես ընդհանրապես տեղյակ չեմ, չգիտեմ, պարզապես որտեղից իմանամ։ Իմ հանդիպումը լինելու է զուտ իմ թեմայի վերաբերյալ ու պլյուս մինուս դա արդեն առանձին խոսակցություն է։ Այդքանը, հիմա աշխատեք էլ այտենց բան չանեք։ Ես որ մեկի հետ ընկերություն եմ անում, եթե արեցի ընկերություն, տոշնի հանգարց իմ ընկերը շեղվավ ճանապարհից, տեսանեցա բրծում չունի։ Դրա համար եթե ուզում եք ընկերություն անենք, իսկականից մեկս մյուսին հասկանանք ճիշտ ձևով, արեք այնպես գատկի պոդլի բաներ չանենք էլի հերվից։ Այս թեման շատ լայնածավալ է, բազմիցս ասել եմ։ Շատ պիտանի է, թե դպրոցական երեխաները, մեր երիտասարդները ֆիզիկայի գծով, թե քիմիայի գծով կլինի, թե այնտեղ հոգևոր աշխարհին էլ է վերաբերում, գուցեև իրանց է հետաքրքրի, բայց հիմնականում միշտ ասել եմ, ես կապում եմ սա գիտության հետ։ Ֆիզիկան է, դա բնությունն է։ Սկան էի ուզում ասեի, կրկնվեմ, լույսը լույսի մեջ, մինչև մի դուք չեք հասկանա, թե ես ինչ եմ ուզում ասեմ։ Լույսը լույսի մեջ, խտացրած լույս, ժատ սվետ, սվետ սվետը։ Այդի երբեք չեք հասկանա։ Դե լավ, շնորհակալ եմ, բոլորիդ մաղթում եմ լավ օր, քաջ առողջություն, ստեսություն ձեզ, աշխատեք էլ ինձանից չգողանաք, հարցրեք, կասեմ, հա, մեկ էլ այդ պատասխանել ունեմ, որ նայում ես հեռուստացույցին, թե ոնց է միտքդ հաղթարում այդ լույսին, այդ պատասխանն ունեմ, դե դա էլ էլի առանձին զրույց է, ստեսություն։